Երկիրը էվոլյուցիա է ապրել, ասում է, այդ տարիների ընթացքում փոխվել են ինչ-որ բաներ եւ ասում է վարչական ռեսուրսի այսպիսի կիրառում չի եղել իր ժամանակներում։ Եթե իր աչքի առաջ եղած չլիներ 98 թվականի քարոզարշավի ժամանակ Գյումրու թատրոնի սանդղահարթակին փետրվար ամսին առաջին դասարանցի աղջնակների ռետուզներով պարը ողջույնը ֆոտոներ կան, բաներ կան, ասպարեզը հրապարակել է դրանք ժամանակին եւ այլն, կասեին կամար մարդը չի իմացել, էլի։ Իր ներկայությամբ է եղել դա։ Ինչ մտածում էր, որ փետրվարի 15-ին թե 10-ին այդ ցրտին առաջին դասարանցի երեխեքը իրենց ոտով ելել գնացել հասել էին թատրոնի այդ բանի հարթակին, որպեսզի ողջունեին իրենց երազանքի նախագահի տեխնացուին, անեկդոտ է, չէ՞։ Բոլորը շատ լավ հիշում եք, որ վարչական ռեսուրսի խրախճանք է եղել, չարաշահում է եղել համատարած, եթե ասենք դպրոցներից 1-2-ը մասնակցած չլինեն այդ process-ներին, որտեղ շատ հեռավոր սարի գլխին են եղել, ծունը ծածկած է եղել ճանապարհը, բան, հա, կարող է այդպիսի բացառություններ լինեն, բայց ամենուր ստանդարտ էր։ Ես լսում եմ ոմանց բացականչությունները, թե բա հիմա որ այսպես, բա հիմայի մասին մի քանի անգամ ես արդեն անդրադարձել եմ ապարանի եւ եւս մի քանի գյուղերի դպրոցների տնօրենների նախաձեռնությունն է գործող իշխանությանը սատարել, ելնել հանել տանել դպրոցները ուրեմն այդ հանրահավաքներին, բոլորի գծով քննություններ են ընթանում եւ դրանց պատասխանների մտի հետամուտ լինենք, հասկանանք ինչ եղավ վերջի վերջո։ Երբ նման բաներից հետո մի քանի ժամ անց իշխանությունը արդեն հայտարարում է, որ քննելու է նման բան կամ առաջարկվել է աշխատանքից ազատման դիմում գրել այդ դպրոցների տնօրեններին, սա կանխարգելիչ նշանակություն ունի բոլոր հնարավոր Փաշինյան սիրող դպրոցների տնօրենների համար, նույնիսկ այդ կուսակցության անդամ, չգիտեմ, եւ այլն, իրենք բոլորը հասկանում են, որ բան է, եթե իրենք էլ նման ջանքեր ներդնեն դպրոցը 10-ից հանեն տանեն Փաշինյանի հետ հանդիպման, ընկնելու են կրակը, մոտավորապես էս պատմության մեջ են հայտնվելու, սա իսկապես կանխարգելիչ նշանակություն ունեցող բան է, իսկ Քոչարյանի ժամանակ, Սերժիկ Սարգսյանի ժամանակ մենք չենք հիշում նման դեպքեր, որ վարչական ռեսուրսի չարաշահումը, եթե դա տեղի է ունեցել դպրոցների տնօրենների, քոլեջների տնօրենների նախաձեռնությամբ հետաքննվեր, պարզվեր, այդ մարտիկ պաշտոններից հեռացվեին եւ այլն եւ այլն։ Դա այլանդակ բան է, դա հանրային վստահության ու փողերի չարաշահում է, 100 անգամ խոսել ենք, ում ժամանակ էլ լինի, դա հանցագործություն է, այդ մարդիկ պիտի պատասխանատվություն կրեն։ Իմ մոտեցումը սա է, եղել է շատ երկար ժամանակ, երբեք չի փոխվել այս մոտեցումը։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։